Նոյեմբերի 22-ի երեկոյան Միացնաեջ Մայր տաճարում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ կիրակնամուտի ժամերգություն, որից հետո Շիրակի, Տավուշի եւ Արագածոտնի թեմերի հոգեվոր դասի նախաձեռնությամբ մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ։ Պատարագիչն էր Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհք Աբեղա Պալոյանը, Սրբազան արարողությանը ներկա էին հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Շիրակի, Տավուշի եւ Արագածոտնի թեմերի հոգեվոր սպասավորները, տարբեր թեմերից ժամանած ուխտավորներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ։ Ներկաները մեկտեղվել էին Միացնաեջ Մայր տաճարում աղոթք բարձրացնելու անազատության մեջ գտնվող Միքայել եւ Բագրատ արքեպիսկոպոսների, Մկրտիչ եպիսկոպոսի, Գարեգին քահանայի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի, հանուն հայրենիքի ու եկեղեցու պաշտպանության բանտերում գտնվող բոլոր հայրենիների համար։ Գոհություն մատուցելով Աստծուն պատարագիչ հայր Սուրբը հայցեց Սուրբ Հոգու շնորհները նորոգելու Քրիստոսի Սուրբ եկեղեցու, եկեղեցական կարգերի ու նվիրապետության հանդեպ հնազանդության եւ հավատարմության իրենց ուխտը։ Սուրբ Հոգին նորոգի մեր հնազանդության եւ հավատարմության ուխտը Քրիստոսի եւ նրա եկեղեցվո հանդեպ, եկեղեցվո կարգերի ու նվիրապետության հանդեպ։ Խոսելով եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների մասին իր քարոզում հայր Շնորհքը նշեց. Փորձվում է մեր հավատքն առ Քրիստոս, Մայր եկեղեցու եւ մեր հայրերի հանդեպ։ Մեր հնազանդությունն ու խոնարհությունը փորձվում է հայրենիքի հանդեպ մեր հավատարմությունն ու նվիրվածությունը, մեր հավատքի տոկունությունը եւ աղոթքի հարատևությունը։ Հայր Շնորհքն ընդգծեց, որ եթե ճշմարտապես լուսավոր է մեր հավատքը, եթե անկեղծ եւ մաքուր է մեր սերը, անկասկած կարժանանանք հանուն Քրիստոսի տառապանքներով ու աղոթքներով հաստատված աստվածային ողորմության ու շնորհների։ Հայր Շնորհքը պատգամեց հարատևել աղոթքի մեջ, պատրաստ լինել մտնելու նեղ դռնով, միանալ Քրիստոսին, որպեսզի Տերը մեզ պահի եւ պահպանի ամեն տեսակի հոգեվոր եւ մարմնավոր փորձություններից եւ դարձնի իր ժառանգորդը։ Սուրբ պատարագի Տեր Ողորմյա երգեցողության ժամանակ հոգևորականներն ու ներկա հավատացյալներն առանձնական աղոթք բարձրացրեցին ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի եւ բոլոր գերյալների ազատության, ինչպես նաեւ հայրենի երկրի խաղաղ ու բարոր կյանքի համար։ Սրբազան արարողությունն ավարտվեց հայոց հայրապետի պահպանիչ աղոթքով։ Հայրապետական մաղթերքի ներքո Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Մայրաթոռում մեկտեղված պատարագի մասնակիցներին։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Կալկաթայում կառուցվել է եւս մեկ կրթօջախ մեկամյա ուսուցման ծրագրով։ Այն նախատեսված է համալսարանական շրջանավարտների համար։ Նրանց հնարավորություն կտրվի 1 տարի ապրել եւ ուսանել Հնդկաստանի Կալկաթա քաղաքում, վերապատրաստվել եւ առավել մասնագիտանալ նախընտրելի ոլորտում։ Կառույցն իր հարկի ներքո կարող է ընդունել 60 ուսանողի։ Մեկամյա մասնագիտացման ընթացքում ուսանողների ճանապարհածախսը, կրթության, սննդի եւ առողջապահական հարցերը կհոգա եկեղեցին։ Կդասավանդեն հրավիրյալ դասախոսներ կամ ուսանողները կհաճախեն Կալկաթայում գործող խորացված ուսուցմամբ մասնագիտական կրթություն ապահովող հաստատություններ։ Նոյեմբերին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Հնդկաստան այցելության օրերին եղավ նաեւ նորակառույց կրթարանում, ծանոթացավ պայմաններին, շենքն ունի կացարանային եւ ուսումնական հարկաբաժիններ։ Հայրապետը հաճախ է այցելում Կալկաթա, հետևում կրթական ոլորտի զարգացումներին եւ ձեռքբերումներին, տեղում համոզվում, որ աշակերտներն ու ուսանողները որակյալ կրթություն են ստանում եւ ապահովված են կեցության բարվոք պայմաններով։ Ներքին Դվին գյուղի Սուրբ Հարություն եկեղեցին եւ կից շինությունները բարեկարգվում են։
Մատաղատուն հյուրասրահը, որտեղ տարվա ցուրտ եղանակներին անցկացվում են նաև երիտասարդաց միության Կիրակնորիա դպրոցի դասերը, մշակութային տարբեր միջոցառումներ, այժմ վերանորոգվում է։ Տանիքն արդեն պատրաստ է, ներսի աշխատանքները ընթացքի մեջ։ Հյուրասրահը վնասվել էր տանիքից կաթոցների պատճառով։ Աշխատանքներն սկսվել էին նախ տեղի համայնքի աջակցությամբ։ Մեծ ու փոքր նվիրատվություններ չկան, այրի կնոջ երկու լուման, տեսեք ինչքան բարձր գնահատեց մեր Տերը եւ գովեց այրի կնոջ այդ երկու լումայի համար։ Այդպես էլ մենք շատ բարձր ենք գնահատում յուրաքանչյուրին, ովքեր որ մասնակցում են, ինչպես որ մասնակցում են, թե ֆիզիկական աշխատանքով, թե իրենց ֆինանսական ներդրումով, ինչ չափի էլ որ լինի, ամեն անգամ եւ իրենց էլ ենք ասում, հիմա էլ առիթը օգտագործելով ասում ենք, որ շնորհակալ ենք, որ կանգնած եք եկեղեցու կողքին, վստահում եք ձեր Տեր հայրին եւ նրա նախաձեռնությանը, աջակցում եք։ Եկեղեցու 3 նոր զանգերը, վարակույրը, կից ծածկոցները, նորակառույց գրատունը, որն արդեն գործում է, երիցատունը եւ արևային կայանը բարերար հայորդու նվերն է համայնքին։ Տեր հայրը սկզբունքայնորեն չի հիշատակում նրա անունը, բարերարը չի ցանկացել։ 5 կիլովատ արևային կայան ենք տեղադրել համայնքի աջակցությամբ, մինչ այդ տեղադրել էինք, մեր գաղտնի բարերարը մեզ աջակցեց, որ եւս 5 կիլովատով հզորացնենք դա, ինչու, որովհետեւ ծրագիրը ավելի մեծ էր, մենք ուզում էինք, որ եկեղեցում դնենք շատ հզոր կոնդիցիոներ, եւ եկեղեցում եւ երիցատանը եւ մատաղատան հյուրասրահում դնենք հզոր կոնդիցիոներներ, բայց 5 կիլովատ արդեն չէր բավականացնի։ Բայց հետո ուրիշ խնդրի հանդիպեցինք, որ եկեղեցու մեջ հզոր կոնդիցիոները լավ տաքացնելու համար մեզ պետք է երրորդված հոսանք։ Եվ դա նույնպես շատ մեծ ծավալի աշխատանք էր, որ հերվից պետքա բերեինք։ Մեր գաղտնի բարերարը աջակցեց, դա նույնպես ունեցանք նաև համապատասխան կոնդիցիոներները եւ եկեղեցու մեջ եւ երիցատանը եւ մատաղատանը։ Հանգանակված գումարի, կատարված գնումների, արված աշխատանքների մասին Տեր հայրը պարբերաբար եկեղեցու Facebook-յան էջում «Գիտես բոլորի» հաշվետվություններ է ներկայացնում։ Եվ թափանցիկության, եւ համայնքի ու ինքս ինձ հաշվետվության համար եմ դա անում, ասում է նա։ Եկեղեցին մեր տունն է, բոլորինս է, եւ իսկապես այստեղ այդպես է, դա իրականում զգացվում է, եւ այդ տունը մենք լավ է, որ կարողանում ենք բոլորս միասին շենացնել, որովհետեւ շատ կարեւոր է, մեզ համար էլ է կարեւոր, որ տեսնենք, որ համայնքը այս հարցի շուրջ համախմբված է։ Եթե ինքը տեսնում է հավատացյալների ջերմեռանդությունը, եթե տեսնում է հավատացյալները ինչ սիրով են գալիս, քահանան ինքն էլ է հոգով լցվում, ինքն էլ է զգացմունքով, որ իր գործը առաջ է գնում, ամեն մարդ իր գործը տեսնելուց լավ է զգում։ Կիրակնորիայի դասերը չեն ընդհատվել, օրվա սովորածն էլ նոր սաղմոս էր, հավատով ու սիրով արված գործերի մասին։ Սոնա Խաչատրյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։ Հայ առաքելական եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն այս տարի նշելու է նոյեմբերի 29-ին։ Հայոց եկեղեցին առաքելական է կոչվում, քանի որ քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին իսկ դարից Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների միջոցով։ Քրիստոսի համբարձումից հետո Տիրոջ պատգամի համաձայն աշակերտները շրջել են աշխարհով մեկ քրիստոնեական վարդապետությունը ուսուցանել տարբեր ազգերի։ Առաքյալներն ընդամենը 12-ն էին, նրանցից 2-ը եկել են Հայաստան ու նահատակվել Հայաստան աշխարհում։ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների տոնը նորոգության օր է քրիստոնյաների համար։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի սրբատար կոնդակով դեռևս 2015 թվականից առաքյալների հիշատակության օրը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր։ Այդ օրը համաքրիստոնեական սրբությունը դուրս է բերվում Սուրբ Էջմիածնի գանձատնից եւ մատուցվում է տոնական պատարագ, որի ընթացքում հավատացյալները հպվում են Սուրբ Մասունքին, ստանալով հրաշագործ Գեղարդից բաշխվող օրհնությունը։ Սուրբ նշանը եկեղեցում մնում է մինչև երեկոյան ժամերգությունը։ Եվ հավիտյանս հավիտենից ամեն։ Յուրաքանչյուր ուրբաթ երեկոյան ժամերգության ավարտին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում անցկացվում է հոգևոր երգեցողության դասընթաց։
Երգեհոնի նվագակցությամբ պատարագի ծանոթ մեղեդին, քահանայի եւ հավատացյալների ներկայությունն ու հոգեթով ձայնը արձագանքում են քաղաքի երեկոյան աղմուկի մեջ եւ տպավորություն է, թե ներսում արարողություն է։ Նախաձեռնությունը եկեղեցու լուսարար հոգևոր սպասավոր Տեր Հովհաննեսինն է։ Մասնակցում են համայնքի երիտասարդաց միության անդամները եւ պարզապես եկեղեցու հարևանությամբ ապրող մարդիկ, որոնց համար առօրյայի անբաժան մաս է դարձել հոգևոր կյանքը։ Հիմա մենք պատարագ ենք սովորում, որպեսզի երբ որ ուխտի գնանք, օրինակ իրենք պատարագը երգեն այնտեղ։ Մեր հավատացյալները դպրաց բաժինը երգեն պատարագի ժամանակ, որպեսզի պատարագների այստեղ պատարագներին կամ որևէ եկեղեցի, երբ որ պատարագին կմասնակցեն, իրենք էլ ուղակի կանգնած չմասնակցեն, թե բարձրաձայն էլ չերգեն, վստահաբար իրենց մտքում կերգեն։ Տեր հայրը պատմում է, որ ուխտագնացությունների ժամանակ է սկիզբ դրվել այս նախաձեռնությանը։ Դեպի հեռավոր վանքեր տանող ճանապարհներին երգում էին ծանոթ շարականներն ու հատվածներ պատարագից։ Այդ ժամանակ են պարզել, որ շատերի համար անհասկանալի է գրաբարի տեքստը։ Սկսել է մեկնել տեքստերը եւ մարդկանց ոգևորությունը տեսնելով առաջարկել է ուրբաթ երեկոյան հանդիպել ժամերգությունից հետո։ Մեր դպիրների մեջ մեր ուժան դպիր ունենք, որ ժամերգություններին եւս մասնակցում է, պատարագներին է իր օգտակարությունը բերում մասնակցում, ինքը նաեւ երգեհոն տիրապետում է երգեհոնին եւ ուրախ ենք, որ ինքն էլ արձագանքեց մեր այս կոչին եւ ինքն էլ իր մասնակցությունն է բերում երգեհոնի երաժշտության ներքո է լինում մեր դասերի սերտողությունը, որը յուրահատուկ էներգիա է տալիս մեզ։ Դա էլ նոր խթան է, որպեսզի մենք համ ճիշտ լսենք, նախ լսում ենք երաժշտությունը, ինչ որ պիտի երգենք, լսում ենք։ Եթե տեղեր կան, որոնք որ մենք չենք կարողանում ճիշտ նոտան օրինակ երգել, երգեհոնը մեզ ուղղություն է տալիս, որ ճիշտ երգենք։ Շատ գեղեցիկ է, երբ որ եկեղեցում պատարագի հնչողությանը զուգահեռ նաև երգում են ժողովուրդը։ Քանի որ դա նրանց մարժինն է, ոչ թե երգչախմբի։ Երբ որ մենք գնանք մի քանի դար հետ, դա ժողովրդին են երգել, ոչ թե երգչախումբը։ Այդ իսկ պատճառով մեծ սիրով ես արձագանքեցի Տեր Հովհաննեսի այդ առաջարկին եւ միանգամից ներգրավեցի դրա մեջ։ Կան շարականներ, որոնք ես սովորում եմ վերևից, Տեր Հովհաննեսին լսելով ասում է մեր ուժան դպիրը։ Իր համար մեծ պատիվ է հնչեցնել եկեղեցու եռահար երգեհոնը եւ կատարել այս երգերը։ Ինչպես գիտեք, պատարագին մասնակցող գլխավոր դերակատարները պատարագիչ քահանան, սարկավագը եւ դպիժներն են։ Վերջինները ներկայացնում են ժողովրդին եւ այն, ինչ երգում են, լինի դա խնդրանք թե գոհաբանություն, ասվում է ժողովրդի անունից։ Հոգևոր երգեցողության ուսուցման առաջին դասը ամիսներ առաջ սկսել են առավոտ լուսոից։ Կատարեք երգը որպես առավոտյան աղոթք, որպես օրորոցային ձեր երեխաների համար, ասել է քահանան։ Լույսի առավոտ, արդար արեգակ, ինձ վրա լույս ծագեցրու, ասվում է երգում։ Այստեղ կային ընտանիքներ, ովքեր որ հայր, մայր եւ զավակ գալիս են սերտողություններին մասնակցում են։ Մայրիկին հորդորեցի, որ քնացնելուց երեխայի համար ոչ թե ուրիշ երգեր երգեն, աշխարհիկ երգեր երգեն, կարող ես հոգևոր երգեր երգել իր համար, համ զավակը հոգևոր երգերի մեջ կմեծանա, ինքը դրանով կլծվի, Աստծով կլծվի հոգևոր եւ Աստված էլ տեսնելով ձեր նախանձախնդրությունը իբրև մայր Աստծո հետ, Աստծուն մոտ պահելու, հա, Աստծո խոսքը կամ հոգևոր երգերը իրենց ականջներին անընդհատ շշնջալու նախանձախնդրությունն ու կամքը վստահաբար իր օրհնությունը ավելիով կբերի ձեր ընտանիք։ Լիաննա Չիչակյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։